Ամեն բան Աստծով ալինում սիրելիներ, առանց իրա ոչինչ չի լինում և ես ընդեղ էլ միշտ հիշում է այդ խոսքը ասում է ժողովրդին տարիներ առաջ 20 տարի կամ ավել կլինի, որ այդ առաջի անգամ, որ այդ աղոտ կարեցի, բաներ կա, որ քո ներսից շատ ուժգին գալիս է այդ տպավորում ա քեզ չես մոռանում էր, համաձայն եք 20 տարուց ավել կլինի, անգամ տեղն եմ հիշում, որ տեղ է ես, բայց չեմ ուզում ասել տեղը որ ներսիցս այդպես ուժեղ աղոտ եկավ ասելու թե շատ մեծ նեղությունների մեջ, շատ անպատումների նեղությունների մեջ ասեցի Տեր ես ամեն բան միայն քո ձեռքից եմ ուզում եթե քո ձեռքից չի իմ ամենամեծ կարիքներն անգամ ես չեմ ուզում միայն քո ձեռքից եմ ուզում և Աստված հավատարիմ է Աստված լսում է, Աստված տենում է, Աստված պատասխանում է, Աստվածը փոխում, նա հավատարիմ է։ Ամեն։ Ոչ մի բան չի կարա փոխի ինձ ու քեզ բացի իրանից։ Ես ի նկատի ունեմ դեպի դրական։ Դեպի բացասական մեզ լիքը բաներ կարան փոխեն, բայց դեպի դրական մեզ կարա փոխի միայն Աստված։ Մեզ կարա օրհնի միայն Աստված, մեզ կարա բարձրացնի միայն Աստված։ Միայն ու միայն Աստված։ Ամեն։ Ուզում եմ քարոզել։ Այո։ Ուզում եմ քարոզել հետաքրքիր մի Ինչա։ Ուզում եմ քարոզել մի հետաքրքիր թեմայի մասին, որի անունը դրել եմ այսպես թեմայի անունը։ Վերնագիրը հետո կասեմ, ուղղակի թեման եմ ասում, ինչի մասին եմ խոսում։ Ինչ ես համարում այն բոլոր բաները, որ քեզ պատահել են։ Կամ ինչպես ես համարում քեզ պատահած բաները։ Դրանք այսինքն ինչի համար այսօր իմ ու քո կյանքի մեջ կան այդ բաները, որ մեզ պատահել են։ Գիտեք մենք ինչպես համարենք մեզ պատահած բաները, համարելը Աստվածաշնչում շատ կարևոր բառ է, բայց որտեղից որ պիտի խոսամ, տեղեր կա, որ բնագրի բառը համարել բառի փոխարեն գրված է նախասահմանել, նախընտրել, գրված է նկատել, այսպեսի տարբեր հասկացողություններով է գրած, բայց իմ ֆիքսված է համարել բառն է։ Եվ երկնում եմ, սա ի նկատի ունեմ։ Ինչ դու համարում ես քեզ պատահած է, կամ գործ է, կամ առօրյան, կամ աստվածայինը, դու դա քո մենթալիտետն է, դա քո հասկացողությունն է։ Դու ինչպես համարում ես, դու այդպես ես մտածում։ Եվ դու ինչպես որ մտածում ես, դու այդպես ես գործելու։ Եվ ինչպես որ գործես, դրա արդյունքը լինելու է ըստ քո գործի։ Ով հասկացավ ինչ եմ ասում, կրկնում եմ։ Ինչպես համարես, հիմա օրինակի համար, մեկը քեզ ապտակել է։ Դու դա ինչ ես համարում որպես։ Սա շատ կարևոր է։ Մեկը քեզ վիրավորել է։ Դու դա որպես ինչ ես համարում։ Մենք սենց խոսք ունենք, չէ՞։ Ես դա համարում եմ վիրավորանք, ես դա համարում եմ ես դա համարում, չէ՞։ Սա շատ ես համարելը շատ է։ Ինչ ուզում ես համարի, ես այս պահին դա չեմ ասում։ Ես խոսում եմ հիմա համարելու մասին, որ ինչպես համարես քեզ պատահած բաները, դրանք այդպիսի ավարտ են ունենալու և պրոցեսը լինելու է ըստ քո համարածի, ըստ քո մտածելակերպի, որտեղ ինչպես համարես, դա ձևավորում է քո մոտ մտածելակերպ և դու շարժվելու ես ու գործելու ես ըստ դրա։ Պարզ եմ ասում, մի հատ ասավատ է չէ։ Ամեն։ Օրինակ, եթե համարես, որ քո նեղությունը նրա համար է, որ քեզ կործանի, դա քեզ կկործանի։ Բացատրում եմ, ինչպես։ Եթե համարես քո նեղությունը նրա համար է, որ դու ջարդու փշուրել ես, դու սկսել ես, ոնց է դա քեզ կործանելու։ Այդ մտածելակերպի համաձայն քո մոտ գալու է կոտրվածություն, հիասթափություն։ Այդ մտածելակերպի համաձայն քո մոտ գալու է անհավատություն, քո մոտ գալու է վախ, քո մոտ գալու է դրական բաների հանդեպ ոչ մի բան չգործել։ Եվ սրանք քեզ տանելու են պարտության ու ջարդվելու։ Լավ եմ ասում, ճիշտ եմ ասում ամեն։ Հիմա,
Ես հիմնականում այս մասին եմ այսօր խոսալու, որ եւ վերջում աղոթել ենք, որ մենք մեր համարումի, մեր համարացի, մեր տրամաբանությունը, մեր մենտալիտետը աղոթենք, որ Աստված փոխի, որ երբ որ ինձ ու քեզ նեղություն կամ մեր սրտի չուզածով բաներ են պատահում, չմտածես, որ սա նրա համար է, որպեսզի դու կոտրվես, փորձանաս, սա նրա համար է, որպեսզի դու այդ տվյալ իրավիճակին դու էլ իրան վատ պատասխանես նույն ձևով, մենք պետք է սովորենք այսօր, ամեն։ Շնորհակալ եմ, որ բայց գիտեմ, որ քիչ եք մասնակցել պաշտամունքներին, որտեղ իրավունք չունեմ չհարցնելու, ամեն, հեռու ենք ելը, բայց ամեն ինչ իմացել ենք, որտեղ տենց է եկեղեցու ձևը։ Շնորհակալ ենք, որ եկել եք, բայց լավ չի, որ չեք եկել, որ քիչ եք մասնակցել ծառայություններին։ Եվ շնորհակալ ենք բոլոր են ծառայողներին, ավագներին, բոլորին, ովքեր կարողացել են եւ արել են հավատարիմ կերպով եկեղեցու բոլոր ծառայությունները նույն ձևով տանելու, որ մեր բացակայություններ գրեթե չի նկատվել ծառայության առումով, բայց որպես անձ հաստատ նկատվել։ Ամեն։ Հիմա Ծննդոց 28:16-ում այսպիսի մի համար կա։ Հակոբը պապայից, Իսահակ պապայից հրահանգ էր ստացել, որ իրանց երկրից, որտեղ իրանք ապրում էին, ըտից իր համար կին չառնի։ Գնա ուրիշ երկրից իրան կին առնի, պապայի ասած տեղից։ Պապան շեշտեց Հակոբին, որ տեղից կգնաս քո համար կին կառնես։ Հակոբը լսավ և հնազանդվավ պապայի ասացին և ճանապարհ ընկավ գնաց։ Հասավ մի տեղ ճանապարհի կեսին, պետքա քներ, ոնց որ իմ քունն է տանում ես 2-3 օր, չեմ ուզում։ Պետքա քներ և քնավ մի հատ դաշտի մեջ սենց, մի հատ ազատ տեղ, գլուխը դրեց մի հատ քարի վրա քնավ, որտեղ ոչ մի բան չկար։ Քնավ և մի հատ երազ տեսավ։ Մի հատ երազ տեսավ ու այդ երազն ես էր, ասում է, մի հատ սանդուղք տեսա, աստիճան, փիլաքյան։ Ասում է, որ իր գլուխը մինչև երկինք էր ասնում և ներքևը երկրի վրա էր։ Քնից արթնացավ, այսպիսի մի արտահայտություն արեց։ Իրապես Տերն այստեղ է և ես չգիտեի։ Լավ հանդիպում է, լավ տեսնել է, լավ ներկայություն է, ուժեղ։ Ասում է, ես Տերս տեղ է, ես չգիտեի։ Քանիսներն են հոգևոր ճամփորդության մեջ։ Բոլորս արքային ասա, ես տեղից տեղ հետանու մասին չեմ խոսում։ Բոլորս հելել ենք աշխարհից, գնում ենք խոստացված երկիր, երկիր ենք գնում։ Բոլորս ճամփորդության մեջ ենք հոգևոր, պանդուխտի պես։ Գնում ենք պապայի ասած տեղը, ամեն։ Գնում ենք հասնելու տեղ, որտեղ Աստված ասել է, գնացեք, ես ձեզ տանում եմ, գնա։ Ամեն, համաձայն ես իմ հետ։ Ճանապարհին հոգնել ես։ Ինչ որ բաներ սրտովդ չի, ինչ որ բաներ նեղված ես, մտածել ես, որ կարող է Աստված էլ չի լսում, մտածել ես, որ Աստված էլ մեզ չի օրհնում, մտածել ես, որ այս ինչ բաներ է պատահում, մի բանի կարիք ունենք ես ու դու, որտեղ լինես Տերը այդտեղ է, ուղղակի ես ու դու չի։ Մեզ իմանալու հասկանալա պետք, Տերը այստեղ է և ես չգիտեի, որ ինքը այստեղ է։ Ամեն։ Մի հատ նայի սենց կողքերդ, գիտես ոչ մեկի մասին չի, քո ու Աստծո մասին է։ Տերը այդտեղ է, Տերը քո հետ է։ Եվ այսօր ես ուզում եմ, որ մենք իմանանք, որ որտեղ դու կաս, ինչ կոորդինատներում որ կաս, հոգևոր ինչ վիճակում որ կաս, Տերը այդտեղ է, Տերը քո հետ է։ Եվ դու իմանալու կարիք ունես։ Ամեն։ Դզում ակ ես, Տերը այստեղ է և ես չգիտեի։ Հելավ Աստծո հետ խոսած, ընկավ ճանապարհ գնաց։ Գիտեք, մի հատ ամբողջ կյանք, մի հատ ցած հնազանդության, հավատարմության բան է, պապան է ուղարկե գնա։
Հասավ տեղ, գտավ այն աղջկան ում հետ պիտի ամուսնանար, պատմում եմ, որ ավելի հասկանալի լինի։ Երկար տարիներ ծառայեց այդ մարդուն, շատ երկար, 10 անգամ իր վարձքը փոխեցին իր աշխատության, խաբում էին էսեն, բայց Աստված ամեն խաբել փոխում էր բարի։ Աստված ամեն խաբվելը Հակոբի փոխում էր բարիին, օրհնում էր իրան։ Գիտեք ինձ ինչն է շատ դուր գալիս սիրելիներ, որ քեզ խաբողները, քո հակառակողները մի հատ տեղ է հասնում, որ իրանք սկսում են արտահայտվել, ասել, օրինակ Լաբան Հակոբին ասեց, Աստված ինձ քո պատճառով օրհնեց։ Անենց հաճելի է։ Անենց հաճելի է։ Աստված ինձ օրհնեց քո պատճառով, որ դու եկար իմ մոտ աշխատելու։ Որ դու եկար դառար մեզ փեսա, Աստված սկսեց մեզ օրհնել։ Աստված սկսեց մեր կյանքը փոխել։ Մեր ունեցվածքը շատացավ։ Ամեն։ Վերադարձավ, գիտեք մի հատ խոսք կա, ասում է մի հատ ձեռնափայտ գիտեք, չէ՞ ինչա, չալիք։ Ասում է մի հատ ձեռնափայտով գնացի, հազարավոր բաներով հետ վերադարձա։ Դա է Աստծո օրհնությունը։ Ասում է երբ որ բացատրեմ իմաստը, երբ որ առաջի անգամ լսեցի հնազանդվա, թե ինձ ինչ են ասում, որ անեմ գնամ, երբ որ գնացի պապայի ասած անելու, ոչինչ չունեի, բայց այդ ոչինչ չունենալու մեջ ես հնազանդվեցի նրան։ Համարեցի, որ նա ճիշտ է ասում։ Հավատացի դրան, եւ նա ինձ վերադարձրեց հազարավոր, միլիոնավոր օրհնություններով։ Ես ուզում եմ սա։ Գիտեք ինչ ասում, ոգևոր եմ ասում։ Ինչ քարոզում եմ մտքիս մեջ մի հատ նյութական բան չկա։ Բոլոր ասածներս հոգևորի վրա է եւ հոգևորի համար է սիրել։ Ամեն։ Վերադարձա, մի վախեցիր։ Ճամփա ընկիր Աստծո ասած տեղը։ Ճամփա ընկիր Աստծո հոգու հետ, թեկուզ մի հատ ձեռնափայտով, բայց վերադառնալու ես հազարավոր օրհնություններ։ Նա քեզ հասցնելու է անենց տեղեր։ Նա հոգու այնպիսի աստիճանի ու օծության մեջ է քեզ բարձրացնելու, որ դու զարմանաս, ասես ախր ես ով էի։ Ով եմ ես, ով էի ես։ Եվ ինչի համար ես դու ինձ օրհնում Տեր։ Ինչի համար ես դու ինձ օծում Տեր։ Ինչի համար ես դու ինձ բարձրացնում Տեր։ Մի հատ պարզ բանի համար, որ պապան ասեց գնա դու գնացիր։ Որ պապան քո հետ գործ ուներ, քանի հոգի են, ես օրինակ 70 հոգուց։ Քանի հոգի են հավատում, որ Աստված իրանց հետ գործ ունի։ Իրոք, ռեալ, առանց որևէ բանի։ Կարող է հիմա մտքիդ մեջ չունես մի բան, տենաս Աստվածի հետ ինչ գործ ունի, բայց մեկ ինքը քո հետ գործ ունի։ Ուղղակի դու չգիտես, որ նա այստեղ է։ Դու չգիտես, որ նա քո հետ է, դու չգիտես, որ ինքը քո հետ գործ ունի, բայց ինքը քո հետ գործ ունի։ Եվ ես ու դու հայտնության, տեսիլքի տենալու, հասկանալու, մարգարեության կարիք ունենք, որ Աստված այստեղ է եւ ես չգիտեի։ Ամեն։ Եվ վերադարձավ, գիտեք, մենակ գնաց, վերադարձավ 13 երեխեքով, վերադարձավ թոռներով, վերադարձավ հազարավոր էշերով, ուխտերով, վերադարձավ, չգիտեմ, ձիերով, բայց իմ տասնյակ հազար ոչխարներով, գառներով, Աստված վերադարձրեց իրան։ Ինչ ասում եմ, հոգևոր եմ ասում։ Նա բերեց, նա փոխեց, նա օրհնեց ու ասեց, ես քեզ կանչել եմ, ես քեզ ուղարկում եմ, ես քեզ հետ եմ բերելու։ Ու նա հետ եկավ։ Ամեն։ Հասկանում եք իրար։ Այնքան բաներ եմ ապրել այնտեղ։ Իմ ապրած, զգացած, վայելած, ստացած տեղերից եմ հանում դրանք ինչ որ ասում եմ։ Լրիվ ապրած բաներ է։ Կարող է բառերս դուրս չկա, կարող է ասես լավ չի շարադրում, բայց այստից է գալիս։ Ամեն։ Սենց եմ գրել։ Հնազանդվեց Իսահակ պապային
գնաց պապայի ասած տեղը, խաբվեց, տանջվեց, չարչարվեց, համբերեց, սպասեց, հանդիպեց Աստծուն, մարտնչեց նրա հետ, երես առ երես տեսավ Աստծուն, բայց ստացավ ամեն տեսակ օրհնություն։ Սա մի ամբողջ կյանք է։ Մի ամբողջ կյանք։ Աստծու հետ մարտնչեց, հանդիպեց, գիտեք հետո ինչ ասեց, Աստծուն երես առ երես տեսավ, բայց ոչ մնաց, չմնաց։ Ամեն։ Ասեց միջև ինձ չորհնես քեզ չեմ թողնելու։ Գիտեք ինքը երբ ասել այդ բառը։ Երբ ամեն ինչ ուներ։ Գիտեք ինքը երբ ասեց միջև ինձ չորհնես քեզ չեմ թողի, այն ինչ որ նոր թվարկում էի, այդ ամեն ինչը ուներ, բայց հանդիպեց նորից ասեց միջև ինձ չորհնես քեզ չեմ թողնելու։ Ոչ մի բավարարվածություն հոգևոր կյանքի մեջ։ Ես ու դու նրանից միշտ լսելու, լցվելու, օծվելու, օրհնվելու կարող ենք։ Ոչ մի բավական է, ոչ մի երիքա չկա այդպես բան։ Նա քո ամենախու հոգևոր ամենամեծ այն առաջընթացի ժամանակը դու ու ես պիտի ասենք, մեզ պիտի օրհնես դեր, մինչև չորհնես քեզ չեմ թողնելու։ Այսինքն չեմ թողնելու, գիտեք ինչա, ձեռ չեմ քաշելու, չեմ դադարելու աղոթելուց։ Շարունակելու եմ մինչև վերջ աղոթել, կանգնած մնալ, հավատալի, ուզել, ախորժակս չեմ բթացնելու, մինչև ինձ չորհնես, ես մինչև վերջ կանգնելու եմ, այն բաների համար, որ դու ինձ տվել ես, ասել ես ու խոստացել ես, որտև ես իրավունք չունեմ այլ կերպ լինելու, որտև դու ինձ կանչել ես, որ տանես։ Ամեն։ Եբրայեցիս 11:25-ի մեջ մի հատ սենց համար կա։ Ես ստոպ եմ տալի, մինչև 20 երեխեք է գտնել։ Բայց ասեմ, ասում Մովսեսը, ուշադրի լսիր, ավելի լավ համարեց, կամ նախընտրեց, կամ նկատեց, ըստ բնագրի թարգմանությունների, Աստծո ժողովրդի հետ չարչարվել։ Եբրայեցիս 11:25։ Ես կարդում եմ համարը, լսիր ինձ։ Մովսեսը ավելի լավ համարեց չարչարվել Աստծո ժողովրդի հետ։ Ինչի համար Մովսես։ Ծնվել ես 3 ամիս հետո հայտնվել ես Փարավոնի տանը, աշխարհի ամենահարուստ մարդու տունը։ Փարավոնի աղջիկը քո մաման է, խաբարել չես։ Ոսկիների, դոլարի մեշոկների վրա ես քնում։ Բրիլյանտներով շրջապատված, ոչ մի բանի կարիք չունես, բոլորը քո շուրջն է պտտվում։ Դու ինչ խնդիր ունես, որ ավելի լավ ես համարում։ Չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան վայելել են ինչ որ կա Փարավոնի տանը։ Ինչի համար ես կարծում եմ նա հայտնություն ուներ։ Ես կարծում եմ նա իր կանչվածությունը հասկանում էր, որտեղ Սուրբ Գիրքն ասում է, որ ինքը որ երկու իսրայելացու, որ իրար ասեց դուք եղբայրներ եք, մի կռվեք, այն որ Եգիպտացուն սպանեց, որ իսրայելցուն ազատի, ասում է կարծես թե նա կանխազգում էր, հասկանում էր, որ Աստված իրան փրկիչ է ուղարկել իրանց համար։ Նա իրան մեջ հասկանում էր, ով է ինքը Աստված իրան, ինչի համար է կանչե, եւ եկավ ժամանակը նա գերադասեց։ Նա տասը գերադասեց, նա տասը համարեց, նա տասը նկատեց, նախընտրեց, Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան Եգիպտոսի մեղքի ժամանակավոր գանձերը զվարճությունը վայելել։ Ամեն ինչը գլխավոր բառը սրա, համարել բառն է սիրելիներ։ Նա համարեց, որ ես սա չեմ ուզում, սա ավելի լավ է։ Հիմա նայեք 20 մյուս խոսքին։ 26-ը։ Ասում ավելի, ուշադրի նայեք բառերին, ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, քան Եգիպտոսի գանձերը։ Լսան ինչ ասեցի։ Ավելի մեծ հարստություն։ Տեր Աստված Եգիպտոսի գանձերից, միլիարդներից, բրիլյանտներից եկող ինչ մեծ հարստություն կարա Մովսեսը համարի, գնա անապատ չարչարվի Աստծո ժողովրդի հետ ու ասի, ստեղ ավելի մեծ հարստություն կա, քան Փարավոնի պալատի մեջ։
Նորից համարեց բառը։ Տեսակ համարեց բառը։ Կիսա այնա Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց։ Քեզ հարց եմ տալիս։ Ուշադրիր լսիր։ Մովսեսն ուր Քրիստոսն ուր։ Մովսեսի Քրիստոսի միջև 1500 տարվա տարբերություն կա։ Մովսես ինչ Քրիստոսի նախատինքի մասին ես խոսում։ Որտեղից դա քեզ, որտեղից այդ հայտնությունը, որ դու ասում ես ավելի լավ եմ վերցեմ Քրիստոսի նախատինքին վրա, քան հիմա վայելեմ Եգիպտոսի հարստությունը։ Ես գնում եմ Աստծո ժողովրդի հետ, այդ ասում։ Գիտեք, դա ինչ է Քրիստոսի նախատինքը։ Ասում եմ նա, նայեք, պատճառը գրում է ինչն է։ Ասում եմ, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Մյուս թարգմանության մեջ ասում է, որովհետև աչքը տնկած, այսպես նայում էր վարձքի հատուցմանը, նա 1500 տարի առաջ տենում էր Քրիստոսին։ Նա 1500 տարի առաջ տենում էր ինչա կատարվելու, ինչա լինելու և ավելի գերադասեց, համարեց ինքը լինել դրանց մեջ, քան մնալ Եգիպտոսում ապրել 100 կամ 80 կամ 120 տարի և լավ ապրել իր համար։ Ինչ ես համարում դուք ու մտքի մեջ, հոգևորությունը քո համար, Աստված քո համար, հոգևոր բաները քո համար ինչ են, ինչ ես դու համարում։ Օրինակ, ամենամեծ բաներից մեկն եմ ասում, քո կանչը դու ինչ ես համարում։ Կարաս չպատասխանես։ Քո կոչումը, որ Աստված քեզ կանչել է, դու դա ինչ ես համարում, որ ինչ։ Գիտեք, մեր այսօրվա կներեք, որ ասում եմ, բայց լավա, որ հենց վերցեք ձեր վրա։ Մեր այսօրվա ինձանից սկսած հոգևոր ինչ որտեղ ոնց լինելը, դա ապացույցն է այն բանի, թե մենք մեր կյանքում, մեր կոչմանը հոգևոր արժեքներին ինչ ու ինչպես ենք համարել, դա է որոշել մենք հիմա ինչ վիճակում ենք։ Ինչ վիճակում որ կաս Արսեն ջան, այդպես ես համարել քո կանչը հոգևոր բաները եւ ըստ դրա ես շարժվել։ Եթե հոգևոր բաները համարել ես ոչինչ, շարժվել ես ըստ ոչինչի եւ հիմա ունես ինչ որ ունես։ Եթե հոգևոր բաները արժևորել ես եւ շարժվել ես ըստ արժեքի, այսօր ունես ինչ որ ունես։ Բարդ եմ խոսում։ Բա ես ձեն չեք անում։ Ես եմ հոգնած եկել, դուք եք քնում։ Ինչ ես համարում։ Այս բառը այսօր կկպցնես ականջիդ, ես եմ այդ միասին։ Ինչ ես համարում դու հոգևորությունը։ Ինչ է քո համարակի։ Մովսես ջան, Քրիստոսի նախատինքը, որտեղից դու գիտեիր, որտեղից էիր տեսել, ինչ հայտնություն ունեիր դու, որ դա տենալով որոշեցիր գնաս այդտեղ։ Գիտեք, քանի հոգի կար այսօր մի պատասխանի, գիտեմ պատասխան, քանի հոգի կար այսօր հրաժարվի այդպես բաներից ու ասի ես վերցնում եմ իմ վրա Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, ավելի լավ սա է։ Քանի հոգի տեսակ, որ Քրիստոսի նախատինքի մեջ մեծ հարստություն կա։ Դուք հիմա տենում եք, որ հարուստ բառը փողի հետ կապ չունի ստեղ։ Քանի հոգի, որ ես ասի ես կարամ հրաժարվեմ դրանից և վերցնեմ իմ վրա Քրիստոսի խաչը, նախատինքը, այսքան գնամ այդ ճանապարհը։ Բայց գիտեք ինչ խոսք կա, երբ որ վերջանում է Եբրայեցիս 11-րդ գլուխը։ Խոսում է լիքը հավատքի հերոսների մասին, սիրելիներ, լիքը։ Ու ինչ է ասում։ Ասում է, այս բոլորը մեռան, ուշադրիր լսիր։ Ասում է, խոսքի վկայությունը ունեին, բայց խոստմունքը չընդունեցին։ Ասում է, այս բոլորը մեռան,
Առանց այդ խոստումը ստանալու, տեսնելու։ Այսինքն Մովսեսը մեռավ առանց Քրիստոսի տենալու։ Այն մարդիկ մեռան, ասում որովհետև, մտածա որովհետև։ Ասում Աստված մեր համար նոր կտակարանի մարդկանցս համար ավելի լավ բան նախապատրաստեց, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն։ Արքին ասրա։ Մի զարմացի, բայց մի հատ տեղ կա, որ այդ մարդկանցից ոչ մեկին չի մտել, սպասում են այն նոր բանի, որ Աստված պիտի անի, երբ որ դու միանաս, իրանք էլ մտնեն դրա մեջ, բայց իրանք էդի տեսել են 4000 տարի առաջ, ամեն մեկը իր ժամանակին, 3000 տարի առաջ տեսել են, իմացել են, որ իրանք էդի չեն վայելելու այդ պահին, բայց աչքը տնկած գնացել են, հավատացել են, որ գալի օրը ու իրանք մտնելու են դրա մեջ, ու իրանք սպասում են քեզ, ու իրանք սպասում են Քրիստոսի եկեղեցուն, որը դու ես, ասում Աստված մեր համար, եթե կպատկերացնես, որ Աստված քո համար ավելի լավ բան է նախապատրաստել, քան են հավատքի հերոսները Եբրայեցիս 11-րդ գլխում գրած։ Այ քեզ բան։ Ասում Աստված թույլ չտվեց, որ դրանք իրանց ինչ որ խոստացվել է, դրանք առանց մեզ կատարվեն, մեր հետ է, մեր միջոցով է դա կատարվելու, մենք ենք այդ Հիսուսի, հարություն առած Հիսուսի, անդրանիկ Հիսուսի հետևորդները մեռելներից։ Չգիտեմ, ինչքան եմ հասանելի, կարող է խորհրդություն եք քաշում իրար, մի ամիս չեք տեսել, բայց հիշի, ինչ ես համարում, սա շատ կարևոր է։ Պատճառն այն էր, ասում, նա աչքը դրած նայում էր վարձքի հատուցմանը։ Տեսնում ես այսօր, ով է հավատում, որ իր գործի համար վարձք կա։ Աշխատավարձի մասին չեմ խոսում, որ աշխատում ես փող ես ստանում։ Որ իր հոգևոր լինելու համար վարձք կա։ Ու ասում Մովսեսը դրան էր նայում։ Ու հասկանում էր, որ դա ավելի մեծ է, քան փարավոնի բրիլիանտները։ Նայում էր ու հասկանում էր, որ այն վարձքը, որ Աստված պիտի տա իրան, սա ավելի մեծ հարստություն է, քան այն միլիարդները, որ կար, այն բրիլիանտները, որ կար փարավոնի տանից, չի օգնում քեզ սա, որ դու մեծ շարժվես, մի հատ հեռնես, ասես թե Աստված, ես սա ուզում եմ, ես ուզում եմ։ Ամեն։ Ամեն։ Եթե դուք կնայեք ինչ եմ գրել, եթե մեկ դուք բոլորս ուզում եք Քրիստոսի միայն օրհնությունները եւ նախատինքի կամ չարչարվելու հետ չենք ուզում կապ ունենալ, այդպես չի լինում սիրելիներ։ Լսեցիք ինչ եմ ասում։ Եթե մենք ուզում ենք Քրիստոսի միայն օրհնությունները, բայց փախնում ենք նրա նախատինքը կրելուց եւ նրա համար հալածվելուց ու չարչարվելուց, այդպես չի լինում։ Մենք սխալ կիսատ բան ենք ուզում։ Պողոս առաքյալն ասում է, եթե նրա հետ հարություն ենք առել, եթե նրա փառքին ուզում ենք բացատրած եմ ասում, մասնակից լինենք, նրա չարչարանքին պիտի կցորդ լինենք։ Դու պիտի կցվես Քրիստոսի չարչարանքի։ Ո՞վ է Հիսուսից մեղակ օրհնություն ուզում։ Դժվար է անկեղծ եմ ասում։ Ո՞վ է ուզում, որ ինքը կրի այդ խաչը կրի, այդ նախատինքը կրի, այդ չարչարանքը կրի, այդ հալածանքը կրի։ Ամեն։ Աշխարհի ամենալավ մարդկանց հետևից խոսում եմ։ Ինչքան լավ ուզում ես ելի քեզ քննադատել։ Ինչքան լավ ուզում, ինչքան բարի ուզում ես ելի, ինչքան մեծ գործեր ուզում ես արա, մեկը քեզ քննադատել է։ Գիտեք ովքեր, ամենամոտիկները։ Որտեղ դու հենց ում դուրը չես գալի, հենց ամենամոտիկների դուրը դու չես գալիս։ Ինչի դու իրանց դուրը չես գալիս, որտեղ իրանք ուզում են դրնեն այդտեղ։ Քո տեղը։ Դրա համար դու իրանց դուրը չես գալիս։ Նրանք հենց քո հետ են մրցակցում, դրա համար դու իրանց դուրը չես գալիս։ Ուրիշ մեկը չի հասկանում, որ քո հետ մրցակցի, քո հետ մրցակցում այն մարդը, ով որ քո հետ նույն ամերիկացու բառ ասեմ, նույն լեվելի վրա է։
նույն մակարդակի, նույն արդության, նույն աստիճանի վրա է։ Ամեն։ Դրանից հետո է ասում թողեց Եգիպտոսը։ Հաջորդ խոսքի մեջ ասում Մովսեսը հավատքով Եգիպտոսը թողեց։ Գիտեք ինչքան հզոր բառ է թողնել Եգիպտոսը։ Մեր իրանց համար դա ֆիզիկապես էր։ Մեր համար դա հոգևոր է։ Հիմա հարց եմ տալիս, քանի հոգի ենք չպատասխանես, որ թողել է Եգիպտոսը, աշխարհային բաները թողել է։ Քանի հոգի են, որ հավատում է, աչքը տնկած նայում է, որ իր վարձքի հատուցումը Հիսուսից է, այս աշխարհայինից չի։ Ես ուզում եմ թողնել Եգիպտոսը ամբողջությամբ։ Գիտեք կարող է զարմանանք իրար վրա մենք։ Կարող է հիմա մեկ էլ ասի մենք չենք թողել։ Դու ապաշխարել ես, դու դարձ ես եկել, բայց սրտի մեջ, իմ ու քո սրտի մեջ լիքը եգիպտոսություն կա, որ մենք սիրում ենք, մենք չենք թողել Եգիպտոսը։ Եթե դու հիմա շատ պարզ, ըստ այդ տեքստի, շատ պարզ եգիպտոսություն եմ ասում։ Եթե դու հոգևոր արժեքները զիջել ես աշխարհային բաների, թեկուզ որ դրանք կարող է մեղք չեն, զիջել ես, կոմպրոմիսի ես գնացել դրանց, դու չես թողել Եգիպտոսը, դու սիրում ես Եգիպտոսը։ Նայր քո ներսի արժե համակարգին, դու ինչ ես համարում։ Օրինակ հարց եմ տալիս, դու քո կոչում ինչ ես համարում։ Միտքդ բացում եմ, համարում ես ինչ։ Գիտեք ինչքան ուժեղ ես հասկանում Աստծո կանչը, այդքան ուժեղ է քո արձագանքը Աստծո կանչին։ Այդքան ուժեղ է քո ներսը իրան ասում, այո Տեր, ես թողնում եմ, հրաժարվում եմ, պատրաստ եմ, հանում դրա Եգիպտոսությունից հրաժարվել։ Սրտերի մեջ Եգիպտոս կա, աշխարհային սեր կա, աշխարհասիրություն կա, եւ դրանք գրավել են ու անցել են հոգեվոր արժեքներին ու արժե համակարգին, եւ Մովսեսը դա երբ որ հասկացավ, ասում նա տեսավ։ Ասում թողեց Եգիպտոսը։ Գիտեք, երբ որ տեսավ, այսինքն հավատաց, որ էլի ճիշտ է։ Նա կարող է իմ այս կյանքում ես չհասնեմ դրան, բայց ես մի օր մտնելու եմ այդտեղ։ Եվ թողեց Եգիպտոսը ու գնաց դրա հետևից։ Գիտեք, ինչքան մարդ է Մովսեսին ասել, կարող է գժվել ես։ Կարող է ցնդվել ես, Մովսես, ես ինչ ես անում։ Փարավոնի տղեն ես, թորն ես, Փարավոնի աղջկա տղեն ես, այսքան գանձերի մեջ, այսքան միլիարդների մեջ, հազարավոր ծառաներ ունես, սա Եգիպտոսը քոնն է, ոնց ասես այտենց է, ոնց ես հրաժարվում, նա տեսել էր ավելի մեծ գերագույն կարևոր բան Հիսուս Քրիստոս անունով, ասում է հեռու է շատ, օրինակ գալու է 1500 տարի հետո, բայց ես իրան տենում եմ, ու ես գնում եմ նրա հետևից, գնում եմ նրա նախատինքը վերցելու, գնում եմ նրա հետ չարչարվելու, որ իրա փառքի մեջ մտնեմ։ Ամեն, համաձայն ես։ Ասում է Սառան Աստծուն հավատարիմ համարեց։ Ինչ համարեց։ Հավատարիմ ինչ արեց։ Համարեց։ Սառան համարեց։ Այսինքն ինքը այտենց ընդունեց, ինքը այտենց հաշվեց, ինքը այտենց հաշվարկեց, ինքը այտենց մտածեց, որ Աստված հավատարիմ է, եթե ինձ ասել է դու երեխա կունենաս, ուրեմն կունենամ։ Եվ այդ համարելը վերջում բերեց այն ինչ որ ինքը համարել էր։ Դրա համար եմ ասում, ինչ ես համարում, քեզ պատահած խնդիրը, դժվարությունը, ըստ քեզ որ դու վատ բանի ես հանդիպել, դու դա ինչ ես համարում որպես։ Անց մարդկանց տեղերից եմ հանել անուններով ասում, որ այս բոլոր մարդիկ դրական են համարել իրանց հանդիպած բաները եւ իրանց կյանքում բոլոր հանդիպած բաները դրական ավարտ են ունեցել, որտեղ իրանց ներսը դա համարել է Աստծուց թույլ տրված,
Համարել է, որ Աստված հավատարիմ է, համարել է, որ սա ես անցնել եմ, համարել է, որ սա նրա համար չի, որ ինձ սպանի, իրանք ըտենց են մտածել, իրանց մեջ հասկացողություն են ձևավորել։ Ամեն։ Սառնայի պարագայում այսպես է գրում, ես բացատրած եմ ասում, սկզբից գրում է ինչ է տեղի ունեցել, որ Աստված եկավ ասեց դու երեխա կունենաս։ Հետո գրում է, թե դա ինչպես է տեղի ունեցել կամ ինչու է տեղի ունեցել, որտև Սառան հավատարիմ համարեց։ Այլ հարցը, որ Աստծո պալանների մեջ կար, սրա մասին չեն խոսում, բայց շատ կապը դու եք աս Աստծո պալանների մեջ։ Ես էլ կամ Աստծո պալանների մեջ, բայց եթե մենք չհամարենք անենց, ոնց որ Աստված է ուզում, որ մենք համարենք, մենք խաղից դուրս ենք մնալու։ Մենք ճանապարհից դուրս ենք մնալու եւ շատ հնարավոր է, որ մենք տեղ չհասնենք սիրելիներ։ Պողոսն ասում է, այսօր Պողոսը իր համար ասում։ Հիմա նայեք Աստված մեզ ինչ է համարում։ Ասում է Աստված ինձ հավատարիմ համարեց։ Ինչ լավ է, չէ։ Դու քեզ ինչ ես համարում։ Աստված քեզ հավատարիմ է համարում։ Ասում է, նայեք, ասում է Աստված ինձ համարեց հավատարիմ եւ դրեց այս ծառայության մեջ։ Աստված էլ քո մասին համարում ունի։ Աստված էլ քո դու, Աստված քեզ ինչ է համարում։ Հավատարիմ, սա շատ կարևոր է, որ ես ու դու հասկանանք, որտեղ Սատանան աշխատում է, ուզում է մեզ Աստծո աչքից գցի։ Ուզում ասի վերջ, դու Աստծո աչքից ընկած ես, վերջ, էլի քեզ չի լսում, վերջ, սենց, չես տենում ինչ վիճակում ես, չես տենում ինչ երա կատարվում հետը, վերջ չէ Աստված ասում է, դա իմ համարումը չի, ես քեզ այդպես չեմ համարում, իմ ներսը, իմ սիրտը, իմ միտքը քո մասին ուրիշ համարում ունի, դու քեզ մի սպանի տենց։ Ամեն։ Հակոբոս 1:2-ում ասում է, բոլորովին ուրախություն համարեք, երբ տարբեր փորձությունների մեջ եք։ Մեկ կարդացեք, լիարժեք, ասա լիարժեք, մի հատ էլ ասա լիարժեք, կարևոր բան է, լիարժեք ուրախություն համարեք, երբ տարատեսակ փորձանքների, ի նկատի ունի փորձությունների մեջ եք։ Տարատեսակ, տարբեր, քանի հոգի կան, որ տարբեր փորձություններով են անցնում։ Քանի հոգի կան, որ համարում են, արա ես ինչ պատիժ ու կրակ աղում, արա ես ինչ է կատարվում, արա ես ինչ վիճակ է։ Ասում է ուրախություն համարեք։ Ոնց համարես այդպես է վերջանալու։ Գիտեք, այն անգամ ասում եմ, ընդեղ մի ծառայության ժամանակ խոսում ենք, ասում եմ օրինակ մեկը մեկին վիրավորել է։ Այս մեկը անմեղ է, այս մեկը մեղավոր է։ Անտեղի ասեք թե վիրավորել է։ Ասում եմ, այս վիրավորված, նեղված, խռովածը սուկա հայտարար է, ամենամտերիմներին հավաքել է կովերը, իրա կողքերը հավաքվել են, ու այս մարդիկ, որ կապ չունեն են թեմայի հետ, սկսել են իրա հետ սքալ։ Լուրջ եմ ասում։ Հազարավոր սենց բան կա։ Սկսել են այս մարդու հետ սքալ, ասում եմ մեկը չկա, որ ասի, այ բալաջան, հայ ինչ անենք, հետո ինչ, հմյան դու դզվի, այս սաղին էլ հավաքել ես կովերդ, սաղին էլ քո հետ սքալ ես տալիս։ Մի հատ դզվի է։ Մի հատ քաջալերող չկա, մի հատ ասող չկա, մի հատ վիճակ փոխող չկա, բոլորը մտել են սուքի մեջ, թե ինչա մեկը մեկին մի բան ասել։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ես չեմ ուզում հայտնվեմ այդպես վիճակի մեջ։ Ես չեմ ուզում հետո նստեմ մեկի կողը, լացեմ։ Մի հատ փոքր բանի համար, եթե դժբախտություն կա, ցավ կա, պատրաստ եմ։ Բայց եթե մատդ փուշա մտե, հասկանում եք ինչ եմ ասում։ Հա? Փոխանակ դու ինքդ հանես ասես ոչինչ անցնես առաջ,
մարդկանց հավաքել ես կողքերը, լացում ես հերիք չի, սաղիներ քո հետ լացնել ես տալիս, իմ մատը թուշամտ է։ Ասում եմ, մեր եկեղեցու մի հատ լավ խոսք կա։ Հա ինչ։ Թուշամտ է, հա ինչ։ Հետո։ Չեք հավատում, որ այդպես բաներ կարիք է։ Հիմա, ինչ ես սուկ կապել նստել, որովհետև դու դա չես կարողացել ուրախություն համարես, լիարժեք։ Հիմա, ինչքան համարեմ Արսեն եղբայրը, լիարժեք, ասում է Հակոբոսը։ Լիարժեք, ամբողջությամբ, լրիվ համարի, որ ես ինչ ես ինձ պատահած բաները ինձ ուրախություն պիտի պատճառեն, ոնց համարես այդպես ավարտան ունենալուց։ Համարելը շատ կարևոր բառ է, կրկնում եմ, դա քո մենթալիտետն է, դա քո հոգևոր վիճակն է, դա քո մտածելակերպն է, դա քո տեսակն է, դա դու ես։ Ոնց համարի այդպես ես արձագանքելու, ոնց համարի այդպես ես մոտենալու։ Օրինակ, Սեմեի անունով մեկը Դավիթին անուծում էր։ Հովաբն ասեց, հովաբն էր, թե ով էր, չեմ հիշում, կարևոր չի։ Զորավարներից մենք ասեց մի հատ թույլ ետամ, հովաբը, ասեց մի հատ թույլ ետամ վիզերները։ Համ իրա զորավարն են, համ էլ քեռու խացին կպել են, Դավիթը հովաբի քեռին է։ Թող ետամ մի հատ գլուխը թրցնեմ վրից։ Ասեց չէ։ Սիրտը հելած մարդ է, Տերը թույլ է տվել։ Այս սենց համարի։ Գիտես, երբ որ դու տենց ես համարում, ոչ մի բանից չես ներվի։ Երբ որ դու տենց ես համարում, ոչ մի բան չի ազդի քո վրա։ Երբ որ դու տենց ես համարում, դա փոխվում է։ Նա սկսում է քո սիրտը ուրախացնել։ Այդպես համարի, սրտովը չի, ոչինչ, համարի, որ սա լավ բան է։ Գիտեք, բարդ բան եմ ասում, ասկե ես չեմ ասում, Հակոբոսն ասա։ Ինքը հեշտ չի, ինքը բարդ է, բայց հոգևորի համար հնարավոր է։ Վերստին ծնվածի համար հնարավոր է, որ քո այդ պատահած բաները դու համարես ուրախություն։ Այդպես ընդունես, այդպես վերաբերվես, այդպես էլ ավարտ ունենալու։ Որտև Աստծո մեծ մարդիկը Աստվածաշնչում այսօր էլ ամենտեղ այդպես համարում ունեն իրանց այդ պատահած բաների նկատմամբ սիրելիներ։ Եվ դրանք վերջում հենց այդպես ավարտ են ունենում։ Ամեն։ Ամեն։ Երկրորդ Տիմոթեոս 3:15-ը։ Պետրոս ներողություն։ Երկրորդ Պետրոս 3:15։ Պետրոսն ասում է Տիրոջ երկայնամտությունը փրկություն համարեք։ Ինչ համարենք։ Նորից համարել բառ։ Մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարենք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ։ Ուրախություն, փրկություն համարենք։ Գիտեք ինչ է սա։ Երբ որ քեզ թվում է, որ Աստված ուշանում է քո հարցը լուծելու համար, ասում է մի համարի, որ ինքը ուշանում է։ Հասկացա՞ք։ Դու համարի, որ դեռ դրա ժամանակը չի, նա գալու է։ Երբ որ ինքը բաներ դեռ քո սրտով չի, ու դու համարում ես բախի չի դզվում։ Մի համարի, որ ուշացավ հիմա է դրա ժամանակը, ոնց համարես այդպես ես վերաբերվելու, համարի, որ հիմա դրա ժամանակը չի, նա փրկող Աստված է, նա համբերում է։ Ամեն։ Ասում Պողոսը մի քանի դժվար իմաց, դժվար խոսքեր ունի գրած, որ շարունակության մեջ ասում անուսումներն ու անհավատները ծուռ են մեկնաբանում։ Գիտեք, ես նայել եմ ուրիշ մեկնաբանությունների մեջ այս խոսքը, չզարմանաք։ Մեկնաբանություններ կար, որ ասում էր Պետրոսի համարել էր որոշ բաներ անհասկանալի Պողոսի գրածներից։ Պետրոսի համար որոշ բաներ կար անհասկանալի էր, բայց ընդունում էր։ Եթե չընդուներ, չէր գրի, որ դժվար իմաց խոսքեր ունի։ Գիտեք հիմնականում ինչ էր, որ մարդը շնորհքով ձերի հավատով է փրկվում։ Հիմնական տեքստը բնագրում տանում է դրա վրա, որ մարդիկ գործով չի, օրենքով չի, ձրի են փրկվում։ Հավատով են փրկվում, ասում է, սա
դժվարիմաց է շատ շատերի համար, մարդիկ չեն կարում սա ընկալել, չեն կարում տեղավորեն, ոնց կարա մեկը մահանա, դու իրան հավատալով փրկվես։ Որ Աստված որոշեց այս Պողոսի բացի շնորհքը։ Շատ ավելի քան որևէ մեկին։ Պետրոսին առաջինը բացվավ, որ գնաց Կորնելիոսից տուն։ Բայց Պողոսը տվեց ընդհանուր շնորհքի հավատով փրկության, ձրի արդարանալու լրիվ վարդապետությունը Պողոսին տվեց, որ Աստված գրի, եւ սա հրեաների համար հիմնականում շատ անհասկանալի, դժվար ըմբռնելի է, ոչ թե բառը չեն հասկանում ինչա գրած, այլ հոգին չեն կարում բռնել, եւ չեն կարում հասկանալ ոնց կարելի է մարդը ձրի փրկվի։ Դա է ասում, բայց խնդրում եմ քեզ, ես համարումի վրա եմ խոսում, ես ուղղակի ձեռի հետ պատմություն ասեցի, ես խոսում եմ համարելու վրա։ Տերը երկայնամիտ է, Տերը համբերող է, մենք համբերող չենք։ Մենք ենք ուշացած համարում, ոչ թե ինքը, նույն Պետրոսն է գրում, ասում է ուշացած չհամարեք, ինչպես ոմանք ուշացած են համարում։ Ամեն, երբեք չհամարես ուշացած, քո համար ճիշտ ժամանակը կա, քո իմ համար ճիշտ ժամանակին է դա լինելու, երբեք չհամարես, որ ամեն ինչ ուշ է, վատ է եւ պրծավ։ Եվ եւս մեկ համար ու կաղոթենք։ Բայց մի հատ այդ Պետրոսի բանը վրա խոսք ասեմ, ասում է ովքեր ուշացում համարեցին, դադարեցին Աստծո ետևից գնալ, իրանց մտքների մեջ բան փոխվեց։ Ինչի համար, որտեվ ուշացած համարեցին, ասում են լավ, էլ չի, չգիտեմ, էլ հնարավոր չի։ Հիմա բոլորը չպիտի ելնեն լավ հավատացյալ։ Չէ, լսել եք, չէ, հիմա բոլորը հո չեն ելնելու քարոզիչ, բոլորը հո չեն ելնելու ծառայող, բոլորը հոսես չեն անելու, բոլորը հոնես չեն անելու, բայց մյուս մասը հասկանալի է, բայց ով ես դու, քեզ ինչ ես համարում, դա է փոխելու քեզ, դա է քեզ օգնելու, դա է որոշելու քո կյանքի ընթացքը։ Ամեն։ Եվ վերջի խոսքը, Ֆիլիպեցիս 3:7-ը, ասում է, ինչը ինձ օգուտ էր, վնաս համարեցի։ Լսար։ Ինչը ինձ օգուտ էր, Նարինե ջան, ապրես, որ սենց վրաս գցում է շուտ տավ։ Էր նախորոք չեն քարոզիչներ համարներ գրում ուղար։ Ինչը ինձ օգուտ էր, վնաս համարեցի։ Կարես ստենց անես։ Գիտեք ինչ է իմաստը։ 5-6 խոսքերում խոսում է Պողոս առաքյալը իր փարիսեցի լինելու մասին, Բենյամինի ցեղից լինելու մասին, հրեա լինելու մասին, 8 օրվա թրպատված լինելու մասին, ու լիքը բաների մասին է խոսում, հետո ասում է, այս ամեն ինչը, այսինքն միջև այդ պահը, միջև Հիսուսին հանդիպելը, ուշադրի լսի, կարևոր բան եմ ասում։ Ասում եմ, միջև Հիսուսին հանդիպելը, այն ամեն ինչը իմ համար շատ մեծ օգուտ էր, ես տենց էի համարում, հրեա եմ, թրպատված եմ, օրենքը պահում եմ, փարիսեցի եմ, չգիտեմ, գիտնական եմ, փիլիսոփա եմ, Գամալիելի մոտ եմ սովորել, SMS եմ, պահում եմ, նախանձավոր եմ, Աստծո պատվիրանները պահում եմ, ասում եմ, երբ որ հանդիպեցի, ես տեքստ եմ բացատրում, ինչով որ մի ժամանակ պարծենում էի ու մտածում էի, որ դա իմ համար օգուտ է, հասկացա, որ դրանք վնաս են ինձ։ Գիտեք ոնց է վնաս։ Եթե շարժվում եմ դրանցով, Քրիստոսին կորցնում եմ։ Բացատրում եմ։ Եթե շարժվում եմ դրանցով, հոգևորությունս կորցնում եմ։ Եթե շարժվում եմ դրանցով այդ վերևի խոսքերով, շնորհքից ընկնում եմ, կորցնում եմ, էդի հավատքս կորում է։ Չէ, դրա համար ասում եմ, գիտեք, լիքը բաներ կա, որ մի ժամանակ ինձ ու քեզ թվացել է, որ դա մեզ շատ ուժեղ օգուտ է, բայց կգա ժամանակը, ասա որն է ժամանակը, ըստ այս տեքստի, երբ որ հանդիպես Հիսուսին, որ հանդիպես իրան, կասես, այն ինչը, որ ես ասում էի օգուտ է, լավ է, սրանք պաստորեն ինձ չեն օգնել, ինձ խանգարել է,
Հիսուսին ավելի լավ ճանաչելու համար։ Գիտեք, բավարարվածությունը թշնամի է։ Բավարարվածությունը թշնամի է։ Դեռ հանդիպել եմ մարդկանց, որ խոսում էինք, ասում է դե ասեն եղբայր, ես են դուրսն եմ, հենց էլի մեկ-մեկ դուսը խոսում եմ, էդ էլ իմ ծառայությունը։ Չէ հա ավետարանից, չէ վեչ է ինչ, մեկ-մեկ խոսում է դուսը։ Գիտես, դրանով ինքը իրան հանգստացնում է։ Մտածում է, որ ինքը հետի օգուտ է իրան և այլն, բայց երբ որ հանդիպում ես տանում ես, որ հետի ընդհակառակ հետի վնասելա քեզ պահելա նույն տեղում։ Դա ոչ թե քո օգուտն էր, դա քո վնասն է։ Հեղափոխական միտք ասում Պողոսը։ Հեղափոխական, լրիվ գաղափար ասա, որ ինչով որ մի ժամանակ պարծենում էի, հասկացա, որ հետի հենց իմ վնասն էր։ Ամեն։ Դա էր ինձ խանգարում Հիսուսին ավելի լավ ճանաչելու, կամ ընդհանրապես Հիսուսին ճանաչելու։ Հիմա ամբողջ հարցը ինչու՞մ է։ Ինչպես ես համարում։ Կարաս դրանք քեզ քո թվացյալ օգուտները վնաս համարես։ Հենց դրանք սկսես վնաս համարել, ինչ է տեղի ունենալու, սկսել ես դրանցից հրաժարվել։ Քանի հոգի կանցնե, որ գիտեն մի բան իրանց տան մեջ, իրանց վնասա, բայց պահում են տան մեջ։ Չկա, չէ, որտև սաղես գլուխն էլ աշխատում է։ Ուրեմն ինչու՞մ է հարցը։ Ստե բան չի փոխվել, որ դրանց սխալ համարենք։ Ստե բան չի փոխվել, որ հետի վնաս համարենք։ Հենց թե փոխվի կասես, որ էսի վնասը։ Էսի սխալ է։ Էսի է ինձ պահել այսքան ժամանակ։ Թեև կարող է դա լավ բան է երևում, բայց դա փոխելու է իմ ու քո կյանքը։